Հոգևոր երաժշտությունը իմ պաշտամունքն է, եթե կարելի է այսպես ասել, ես անասելի շատ սիրում եմ հոգևոր երաժշտություն եւ առանց դրա պարզապես հնարավոր չէ իմ կյանքը անգամ 1 ժամ, որովհետեւ ես 1 ժամվա ընթացքում գոնե եթե մի փոքրիկ տող չերքեմ, ես ուղղակի կմեռնեմ, սա բացառվում է, որտեւ ես սիրում եմ երաժշտությունը, սիրում եմ հոգևոր երաժշտությունը, առասարակ սիրում եմ բարձրացաշակ երաժշտությունը, ինձ համար հոգևոր երաժշտությունը բոլոր երաժշտությունների մայրն ու գլուխն է։ Երաժշտության իմաստով, այո, իմ կարելի ասել երազանքը եւ փափագը ինչ որ իմաստով իրականություն դարձել է, բայց բժշկության ոչ։ Բժշկության կարող եմ ասել մարդկանց հոգիները բժշկելու իմաստով, որովհետեւ ի վերջո հոգևոր կյանքը ինքն էլ բժշկություն է։ Կան շատ ախտեր եւ ես կարծում եմ, որ չկա հիվանդություն, որի հիմքը չլինի նաեւ հոգևոր, որովհետեւ բոլոր հիվանդություններին ծնող պատճառներից մեկը կարող է լինել նաև մեղքը, մարդու սխալ ապրելակերպը, սխալ կյանքը եւ երբեմն մարդը գալիս է մտային խնդիրներով, տարատեսակ խնդիրներով, դու տեսնում ես իրեն եւ տեսնում ես, որ իր խնդիրը հոգեվոր դաշտում է, ֆիզիկական դաշտում չէ, իրեն թեկուս հոգեբանները տարբեր կերպով փորձում են իր հիվանդությունը շահարկել կամ փորձում են ինչ որ այլ տարբերակներով լուծել այդ խնդիրը, բայց դու տեսնում ես, որ այդ մարդը խնդիր ունի պարզապես հոգեվոր դաշտում։ Եվ այս իմաստով հոգևորականը կոչված են նաև բժիշկ լինելու շատերի համար, եւ այդպես է եւ է եւ միշտ լինելու է։ Տեր Սամուել ջան, օրհնեցեք։ Մենք քեզ լավագույն դեպքում 1 ժամ պիտի խանգարենք։ Մի քիչ դժվար է ձեզ չնայելը ու կենթանի շփում չունենալ ձեզ։ Ես հոգեբանորեն բանա, էլի նայել կամերային եւ մարդուն չնայել, ով որ հարցը տալիս է։ Ես Տեր Վարազդատ Քահանա Նաջարյանն եմ, զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գնդերից եւ իմ հիմնական ծառայությունը եւ աշխատանքը զինվորների հետ է, զինվորների հոգևոր կյանքի մեջ դերակատարություն ունենալու, իրենց դաստիարակությամբ նաև զբաղվելու եւ առավել Աստծուն մոտեցնելու եւ բնականաբար ես իմ եկեղեցու սպասավորն եմ, Աստծո ծառան եմ, ժողովրդի ծառան եմ եւ իմ ծառայությունն եմ բերում իբրև մշակ այնքանով, որքանով որ Աստված այդ շնորհը տալիս է եւ որքանով որ ես արժանի կերպով այն կատարում եմ, չգիտեմ որքանով է ստացվում կամ չի ստացվում, այնուամենայնիվ փորձում ենք լինել Աստծուն արժանի ծառա։ Եթե ուրիշ հոգևորականների պարագային փոքրինչ այլ կերպ կարող է հնչել այս հարցը եւ բնականաբար նաեւ պատասխանը, իմ պարագային այլ է, ես չեմ ուզել հոգևորական դառնամ։ Դե ոչինչ, տատը մի փոքր իր ընթացքով մեր շարունակականությունը խանգարեց, բայց շարունակենք։ Մեր ընտանիքում, ինչպես որ շատ ընտանիքներում, մարդիկ եկեղեցի են գնում բացառապես եւ միայն մոմ վառելու կամ 1 կամ 2 անգամ աղոթք բարձրացնելու, մեր ընտանիքում եւս այդպես է եղել եւ հիմքում վստահաբար կարող եմ ասել, որ այնպես չի եղել, որ մենք հստակ կանոնավոր կերպով հավատացյալ ենք եղել, պատարակների ենք մասնակցել եւ այլն, ոչ։ Եվ այնպես ստացվեց, որ մեր ընտանիքում ես ունեմ 5 քույր, ես միակ տղան եմ
եւ հայրս միշտ փափագել է տղա ունենալու, երազել է, արդյունքում չի եղել, անընդհատ աղջիկ, դարձյալ աղջիկ եւ կարծես ինքն իր մտքում, բայց որևէ մեկս տեղյակ չենք եղել այդ մասին, ուխտ է արել Աստծուն, խնդրելով, եթե ինձ արուզավակ կտաս, ես խոսք եմ տալիս, որ իրեն Աստծուն կնվիրեմ, քեզ կնվիրեմ եւ քո տվածը քեզ կտամ։ Եվ Աստծու կամքով ես լույս աշխարհ եկա եւ հայրս այդ ուխտը դարձյալ արեց, բայց դարձյալ եմ կրկնում, որևէ մեկս մեր ընտանիքում տեղյակ չենք եղել, որ հայրս նման ուխտ է արել, եւ երբ ես դպրոցն ավարտեցի եւ մասնագիտություն ընտրելու առջև էի կանգնած, անշուշտ ուզում էի բժիշկ դառնալ կամ երաժիշտ, այս երկու մասնագիտությունների մեջ տատանվում էի, հայրս ասաց, որ ես չեմ բռնանալու քո կամքի եւ քո ցանկության վրա, այնինչ որ կուզես, այն էլ կդառնաս, բայց այդ բայցը շատ կարեւոր է, այսպիսի մի տեղ կա, ճեմարան է կոչվում, եւ կուզես գնանք, փորձենք ծանոթանալ, տեսնես այնտեղ հոգևորականները ինչպես են սովորում եւ այլն, ասեցի ինչ հոգևորական, ինչի մասն է խոսքը, ես բացառվում եմ, ես չեմ ուզում հոգևորական դառնալ, մոռացիր դրա մասին, ասես լավ, խնդիր չկա կմոռանամ, բայց ի հարգանք ինձ, խնդրում եմ գոնե մեկ անգամ գնանք Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց եւ այնտեղ տես ինչ են սովորում եւ այլն, ասեցի լավ, ուղակի հարգելով հայր քեզ համաձայն եմ կգամ մեկ անգամ կտեսնեմ թե ինչ են սովորում եւ գնացինք ճեմարան։ Բարեբախտություն էր մեզ համար, որ կային ճեմարանականներ, որոնք ուսման առաջադիմության եւ տարբեր խնդիրներով պայմանավորված արձակուրդ չէին մեկնել եւ այսպես մի փոքր կոպիտ պիտի ինչի, բայց պատժվել էին եւ արձակուրդից զրկվել էին եւ գտնվում էին ճեմարանում։ Ես երբ գնացի ճեմարան, այն վստահ համոզումը, որ որևէ բան ինչ չի կարող փոխել իմ մտքից, ինչի մասն է խոսքը, ես չեմ ուզում հոգևորական դառնալ եւ ժողովրդի կողմից այսպես մի տերմին կա, չէ, կիրառվելիք տերտեր, ես այդ ժամանակ հենց այդպես էլ մտածում էի, որ բացառվում է, որովհետեւ դա ծաղրի միջոց պիտի լինի իմ դասընկերների եւ նաեւ հանրության, հասարակության համար եւ ես որոշել էի հստակ ինքս իմ մեջ, որ չի լինելու ոչ մի փոփոխություն, պարզապես հարգելով հորս պիտի գնամ իրեն չվիրավորելու նպատակով։ Եւ գնացինք ճեմարան, հանդիպեցի ճեմարանականներին, իրենց կիրթ խոսելաձևը եւ շատ ցածր աղմուկով խոսելու այդ ընթացքը ինձ գրավեց նախ եւ առաջ, հենց դա գրավեց, իրենց բացատրելը, թե ինչ են սովորում, ինչպես են սովորում եւ այլն։ Եվ հետո անցնում ենք Սևանի Վազգենյան դպրանոցի այդ լսարանների կողքով, տեսնում եմ, որ գրված է անգլերենի լսարան, ֆրանսերենի լսարան, ինձ զարմանքով հարցնում եմ հոգևորականները անգլերեն են ասում կամ լեզուներ են ասում եւ այլն, բնականաբար պատասխանը դրական է լինում, որ այո։ Եվ վերջում կուլմինացիան այն էր, որ հանդիպեցի այդ ժամանակ եւ այսօր Արագածոտնի թեմի առաջնորդին Մկրտիչ Սրբազանին, որը այդ ժամանակ մեր Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչն էր, հանդիպեցի իրեն եւ Սրբազանը գլխի վայր փոխեց իմ պատկերացումները եւ առասարակ, այնպես խոսեց ինձ հետ, որ չգիտեմ ինձ հետ ինչ կատարվեց, ինչ տեղի ունեցավ ինձ հետ եւ ինչպես կարող էր մարդուն հեղափոխել ամբողջովին եւ լրիվ մտնել այլ մտադրությամբ կամ այլ մտքով կամ այլ գաղափարներով եւ դուրս գալ լրիվ այլ մարդ։ Ես երբ դուրս եկա ճեմարանից, Սրբազան հոր նաեւ շնորհիվ դուրս եկա ճեմարանից, հորս մի բան ասացի, չգիտեմ ես արդյոք կարող եմ ընդունվել կամ ոչ, բայց այս պահից ի վեր իմ երազանքը, իմ փափագը մեկն է ընդունվել ճեմարան եւ դառնալ հոգևորական։ Անշուշտ չիմանալով, թե ինձ հետ ինչ պիտի պատահի, ես ինչ դժվարություններ պիտի կիսեմ ճեմարանում, ինչերի պիտի հանդիպեմ, ինչ խոչընդոտներ պիտի իմ առջև ծառանան, ինչպես պիտի մի պատանի, ով առհասարակ հոգևոր կյանքին վերաբերող ոչ մի գիտելիք, տարական անգամ գիտելիքներ չունի, պիտի գնա ու այսպես առանց այդ գիտելիքների իմացության հանկարծ փորձի ճեմարանում ուսանել։ Միայն իմ նպատակ այդ պահից ի վեր դա էր։ Եվ ես բնականաբար տվեցի դիմում Գևորգյան հոգևոր ճեմարան, հույս չունենալով, որ պիտի ընդունվեմ ճեմարան։
որովհետև ինձանից շատ ավելի առաջադեմ ուսման իմաստով դիմորդներ կային, որոնք զգալի ժամանակ պարապել էին տարբեր մասնագետների մոտ իրենց քննությունները հանձնելու համար, եւ ես գնացի քննությունները հանձնեցի, բարեբախտաբար այնպիսի թեմաներ էր ընկնում, երբ որ քաշում էի հարցատոմսը, որ ես բավականին գիտելիքներ ունեի այդ թեմաներին վերաբերող, բայց վերջում անշուշտ նաև պիտի իմ խորին երախտագիտությունը հայտնեմ Աստված հոգին լուսավորիչ Հոթա Վարդանյանին, դիրիժորին, ով ասաց այս տղան չգիտեմ մնացած քննությունները ինչպես է հանձնել, բայց իր ձայնի համար պարտադիր պիտի ընդունվի։ Եվ նաև անշուշտ իր մեծ ավանդը կար, եւ ես ընդունվեցի ճեմարան։ Հիմա ես փառք եմ տալիս Աստծուն, որ ես հոգևորական եմ, ես ընտրել եմ, եթե կարելի է ասել, ես չգիտեմ, այդ տերմինը կարելի է այս պարագային օգտագործել, այս մասնագիտությունը, բայց ինձ համար սա ծառայություն է, մասնագիտություն չէ, ծառայություն է Աստծուն, ծառայություն է Աստծո փառքին, ծառայություն է մեր ժողովրդին, ծառայություն է մեր Սուրբ Եկեղեցուն, այն նվիրական արժեքներին եւ այն սրբություններին, որոնց կոչված է յուրաքանչյուր մարդ իր ծառայությունը բերելու եւ հատկապես առավել եւս հոգևորական իբրև Աստծո սպասավոր։ Եվ ինձ համար, եթե հիմա հարցնելու լինեք, թե արդյոք որևէ ժամանակ կամ հենց այս պահին դարձյալ նորից ընտրության առջև լինեիք մասնագիտություն ընտրելու, դարձյալ նույնը կընտրեիք կամ ոչ, ես չեմ պատկերացնում ինձ այլ մասնագիտության մեջ, նույնիսկ երաժիշտ կամ նույնիսկ բժիշկ չեմ պատկերացնում, այլևս ինձ միայն պատկերացնում եմ հոգևորականի դերի, կեցվածքի եւ հոգևորական, եթե դարձյալ կրկնում եմ, կարելի ասել մասնագիտության մեջ։ Ես դեռ չունեմ տղա, բայց 5-6 օրից կծնվի իմ Հովանեսը, եւ եթե ծնվեց Հովանեսը եւ որոշեց հոգեորական դառնալ, նախ ինձ համար սա անասելի մեծ ուրախություն կլինի, որովհետեւ շատ հաճախ հայրերը կամ մայրերը չեն ուզում իրենց զավակը դառնա այն, ինչ որ իրենք են, միշտ ցկտում են, կարծես թե ուրիշ մասնագիտություն ընտրելու եւ այլն։ Ես այդպես չեմ մտածում։ Եվ նաև չեմ պարտադրի, որ այդպես լինի, պարտադրանքը հակառակություն է ծնում։ Բայց եթե իմ զավակը իմ կյանքը տեսնելով, իմ օրինակը տեսնելով որոշի, որ ինքն էլ է ուզում Աստծուն ծառա լինել, ես ամեն օր ծնկած փառք կտամ Աստծուն այդ որոշման համար։ Որտեւ ինձ համար որպես մասնագիտություն, դարձյալ կրկնում եմ, միգուցե սխալ եմ ասել, որպես մասնագիտություն Աստծուն ծառայելուց այն կողմ որևէ բան չկա։ Ինքը մայրն է բոլոր տեսակի մասնագիտությունների կամ բոլոր տեսակի ծառայությունների եւ առաքելությունների։ Աստծուն ծառայելը։ Եվ եթե իմ զավակը որոշի կուսակրոն դառնալ եւ չամուսնանալ, դա եւս ես կհարգեմ, կուրախանամ, Աստծուն փառք կտամ, որովհետեւ Մատթեոսի ավետարանի մեջ հստակ առանձնացվում է այն բոլոր տեսակի 3 ներքինները, որոնք որ իրենց ներքինի են դարձնում։ Ասում է կան ներքիններ, որոնք որ ծնվում են ներքինի որպես այդպիսին։ Կան ներքիններ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դառնում, եւ կան ներքիններ, որոնք իրենց ներքինի են դարձնում Աստծուն նվիրվելու համար։ Եվ ես շատ ուրախ կլինեմ, որ իմ զավակը, եթե այդ որոշումը կայացնի Աստծուն նվիրվելու համար, ամբողջությամբ Աստծուն նվիրվելու համար, չունենա եւ ոչ մի անձնական կյանք եւ անազնական կերպով նվիրվի Աստծուն, ես միայն Աստծուն փառք պիտի տամ, որտեղ այդ ճանապարհը ոչ բոլորը կարող են ընտրել, ինքս չեմ կարողացել ընտրել, չնայած որ միշտ ուզել եմ, բայց հանգամանքների բերումով հասկացել եմ, որ ես ընտանիք պիտի կազմեմ եւ պիտի դառնամ ամուսնացյալ հոգեվորական եւ ինքս իմ համայնքի եւ իմ ընտանիքի համար լինեմ նախ նվիրյալ հոգեվորական։ Իմ զավակը եթե կուզի կուսակրոն դառնա եւ որևէ համայնքում իր ծառայությունը այդ կերպ շարունակի, միայն ուրախ եմ։ Մարդիկ ծրագրում են, մարդիկ պլանավորում են, բայց Աստված է տնօրինում։ Գիտեք, երբեմն հոգևորականի համար այդ հարցերը, կասկածները, հուսահատությունը, վախերը, տագնապները, դրանք վստահաբար կան եւ կարող են լինել։ Չկա մարդ, որ չունենա կասկած, չունենա վախ, չունենա տագնապ, ոչ թե կասկած Աստծո գոյության, ոչ թե կասկած ինքդ քո առաքելության նկատմամբ, այլ երբեմն
իրավիճակներ են լինում, որ դու ինքդ հիասթափվում ես այն ստեղծված իրադրության նկատմամբ, որ կա եւ գործում է այսօր մեր մեջ, եւ ես նորից եմ կրկնում, եթե չլինի մեր աղոթական կյանքը, աղոթքով նորոգել մեզ, մենք աղոթքով ենք նորոգում մեզ, փառատում այդ հուսահատությունը, փառատում այդ կասկածները, փառատում այդ դժվարությունները, եթե չլինի աղոթական կյանք, մարդը պարզապես խելագարվել կարելի է, երբեմն որոշ անարդարությունների, որոշ երևույթների նկատմամբ, որոնք որ կան եւ գործում են մեր մեջ։ Մենք աղոթքի միջոցով, հոգևոր կյանքի միջոցով, անշուշտ նաև մենք յուրաքանչյուրս ունենալով մեր անհատական խոստովանահայրը, խոստովանության միջոցով փորձում ենք այդ ամեն ինչից դուրս գալ։ Բայց դրանք կան, լինելու են եւ միշտ նաև իբրև հոգևորական մեր մեջ էլ լինելու են երբեմն հիասթափություններ, կասկածներ, տագնապներ ու վախեր, բոլորն ունեն դրանք։ Հոգևորականին որևէ բան չի կարող լռեցնել։ Պարզապես այդ հոգևորականը, որին կարող են ինչ-որ լծակներով փորձել լռեցնել, ավելի լավ է իր սքեմը հանի եւ ինքնը կամավոր կերպով հրաժարվի այն ծառայությունից, որն իրականացնում է։ Հոգևորականը չի կարող հրաժարվել եւ չխոսել կամ լռել ինչ-որ անարդարության ձայնի նկատմամբ։ Եթե կա խնդիր եւ եթե հոգևորականը այդ խնդրին չի արձագանքում ժամանակին, միգուցե այդ լռությունը կարող է լինել շատ տակտիկական, այդ լռությունը կարող է լինել շատ խոհափիլիսոփայական, այդ լռությունը կարող է լինել շատ խոսուն ավելի, քան խոսքը, որտեղ երբեմն լռությունը կարող է լինել շատ ավելի խոսող, շատ ավելի խոսուն, շատ ավելի խնդիրը լուծող, քան խոսքը։ Այս դեպքում այո, համաձայն եմ եւ վստահաբար այդպես է։ Բայց հարկադրաբար լռեցնել հոգևորականին ինչ որ խնդիր չբարձրաձայնելու եւ չասելու չի կարող լինել եւ չպետք է լինի։ Ես իմ ծառայությունը սկսել եմ եղնիկներ կոչվող զորամասից, Արցախի Հանրապետությունից, Պաշտպանության բանակից, ճեմարանը նոր ավարտած, պատանի երիտասարդ, կարծես գառը ընկնում է գայլերի մեջ, ինձ համար շատ եւ դժվար եւ քաղցր պարտավորություն էր եղնիկներում ծառայությունը եւ ինձ համար որպես այդպեսին ուրիշ զորամաս չկա համեմատությամբ բերելու եղնիկներին։ Ես այնտեղ հասկացա ինչպես պետք է կիսել զինվորի հետ դժվարությունը, ինչպես զինվորի հետ իր կենցաղի մեջ յուրաքանչյուր վարքյանին պետք է գտնվել մարտական հենակետում, կլինի պատերազմական իրադրության մեջ, կլինի վտանգավոր իրադրության մեջ, կլինի հաց ուտելիս կամ հոգևոր կյանքին վերաբերող ցանկացած միջոցառումներ, որոնք որ մենք իրականացնում էինք, ես հասկացա, որ հոգևորականը շատ մեծ դերակատարություն ունի զինվորի կյանքում, որովհետև ոչ միայն խաղաղ պայմաններում, այլ նաև պատերազմական իրավիճակներում։ Տեսեք, հաճախ զինվորը իբրև վստահելի աղբյուր իր ամենանեղ անձնական խնդիրները չի կարող եւ չի կիսվում իր վաշտի հրամանատարի հետ, իր դասակի հրամանատարի հետ, իր անմիջական հրամանատարների գումարտակ կամ զորամաս խնդիր ունի եւ չի կիսվում, որովհետև ինչ-որ իմաստով վստահություն չունի կամ այլ խնդիր կա, բայց հոգևորականը միակ անձն է, բոլոր զորամասերում այն գնդերեսները, որոնք որ ծառայում են, միակ անձն են, որ զինվորի համար հարց չի առաջանում, պետք է վստահել կամ ոչ։ Միակ անձն է, որին վստահում է, խոսում է իր հետ, կիսվում է ամենանեղ անձնական բաները եւ բնականաբար ակնկալելով, որ հոգևորականը իրեն պետք է լինի խորհրդատու, խորհուրդ տվող եւ միևնույն ժամանակ իր խնդրին լուծում առաջարկող։ Եվ այս իմաստով որևէ հստակ ցուցանիշ ես չեմ կարող բերել, թե քանի զինվորի կյանքում ես փորձել եմ Աստծով հեղաշրջում իրականացնել, փոխել իրենց կյանքը, փոխել իրենց մտածումը, բայց կան երևելի եւ շատ աներևույթ դեպքեր, որոնք հաճախ գալիս են մեզ պատմվում են, թե ինչպես մենք իրենց փրկել ենք իրենց կյանքը մի խոսքով կամ մի արարքով եւ այլն, այս իմաստով այս ծառայությունը, որ իրականացնում է զինված ուժերում,
մեծ է եւ այս ծառայության դերը շատ մեծ է։ Բոլոր հոգևորականները լծված են զինվորը կարող է մտնել զորամաս այլ մտածողությամբ, այլ բարքերով, այլ տրամադրությամբ եւ դուրս գալ լրիվ այլ մարդ։ Եվ այստեղ իր մեծ լուման եւ ներդրումը ունի իր կնիքը դնում է հոգևորականը, որովհետեւ շատ զինվորներ, որոնք դարձյալ եկեղեցու հետ կապված որևէ առնչություն չեն ունեցել, պատարակների չեն մասնակցել, չեն իմացել ինչ է հոգևոր կյանքը, Աստծո մասին գիտելիքներ, պարզ տարական չեն ունեցել, այսօր շատ իմ զինվորներ տարբեր իրենց համայնքներում մասնակցում են ամեն կիրակի պատարակներին։ Եվ ինձ համար հոգու մեծ մխիթարություն եւ ուրախություն է տեսնելու, լսելու, որ դրանք ինչ որ իմաստով նաեւ այն պտուղներն են, որոնք որ ժամանակին սերմանել են եւ այսօր պտուղ են տալիս եւ իրենց ընտանիքները նաեւ մասնակցում են պատարակներին, սա է ամենամեծ ձեռքբերումը, որ հոգեվորականը կարող է մատնանշել։ Այն զինվորները, որոնք գալիս են ծառայության եւ ծառայությունը ավարտում են, հետո դարձյալ շարունակում են հոգեվոր կյանքի մեջ մնալ։ Մեր հիմնական թիրախը եւ նպատակը սա է, որ մարդիկ զինվորները Աստծո հետ մտերիմ լինեն, սիրեն մեկը մյուսին, մյուսի մեջ տեսնեն ընկեր, չփորձեն նվաստացնել, չփորձեն ինքնահաստատվել մեկը մյուսի վրա։ Անշուշտ դեպքեր կան եւ դեպքեր միշտ լինելու են, որքան էլ փորձեն հոգեվորականները մինիմում հնարավորինս նվազեցնել այդ դեպքերը, կան, պիտի լինեն եւ շարունակաբար լինելու են, որովհետեւ մեկ հոգեվորականը ամբողջ հազարավոր զինվորների կյանքում որքան էլ փորձի իր ուրույն մեծ դերը ունենալ, միևնույն է բացթողումներ կլինեն եւ կան։ Եվ որի արդյունքում կլինեն նաեւ դժբախտ դեպքեր, որոնք հոգեվորականը չի կարող պարզապես կանխել։ Բայց նաեւ մենք չենք կարող ասել այն դեպքերը, որոնք հոգեվորականի շնորհիվ կանխվել են, եւ այդ դեպքերի վիճակագրությունը մենք չենք կարող ասել, եւ այդ դեպքերը շատ են։ Եկեղեցին այնքան ճկուն գործող մարմին է, եւ ժամանակի ընթացքում այն հայրերը, որոնք որ մեզ թողել են այս տիտանական ժառանգությունը, ես չեմ կարծում, որ այո, մենք փորձում ենք այդ ժառանգության, միայն այնքանով, որ մենք այդ ժառանգությանը տեր լինենք, փորձենք այդ ժառանգությունը մարսել, որտեղ ինքը այնքան մեծ է, ինքը այնքան շատ է այդ ժառանգությունը։ Մենք որ ամբողջ մի կյանք, մի հավիտենություն փորձենք այդ ժառանգությունը մարսել եւ այդ ժառանգության կրողը լինել, իմ նպատակը չէ ինչ-որ մի բան փոխելու, կամ ինչ-որ մի բան իմ դուրը չի եկել, ես փորձել եմ նորացնելու, փոխելու եւ այլն։ Իմ նպատակն է ուսումնասիրել այն ժառանգությունը, այն հսկայածավալ ժառանգությունը, որը մեզ փոխանցել են մեր նախնիները, մեր հոգևոր հայրերը։ Եվ այդ ժառանգությունը մարսել, դա խնդիր է, որ կարող ես հասցնել ամբողջ ժառանգության տեր ու տիրակալ լինել, մարսել եւ այդ ժառանգությունը նաեւ հանրությանը փոխանցել։ Եկեղեցին սահմանել է օրենքներ, կան օրինակի համար անհատական աղոթքի կերպ, կա ընդհանրական աղոթքի կերպ, որ այո, ընդհանրական պետք է հավաքվել եւ պետք է մաս կազմել եկեղեցու ծիսական կյանքին։ Բայց մարդու անհատական կյանքում անհատի մոտեցումը կարող է լինել տարբեր, իր տան մեջ կամ իր կենցաղում Աստծուն փառաբանելու։ Հիմա առավոտյան, երբ մենք երեխային բերում էի դպրոց, այսօր եւ նոր պիտի գայի եկեղեցի այստեղ, երեխաս նկատեց, որ մեր հարևանը Հովանեսը մեքենայով շարժվելիս խաչակնքվեց, նոր շարժվեց, անշուշտ մենք էլ տարբեր իրավիճակներում խաչակնքվում ենք, ասեց հայր տեսար, որ Հովանեսը խաչակնքվեց, ասեց եւ ես իրեն բացատրում եի, ասում եի, տես իր հավատքի դրսևորման ձևն է այդպիսին եւ սխալ չէ։ Եվ ճիշտ է, պարզապես խաչակնքվում է, որտեղ խաչը կնիք է, չէ որ խաչ բառը նշանակում է խափանիչ ամենայն չարյաց, խաչը կնիք է, որ ամեն վարքյան մենք կարող ենք մեր երեսին դնել, դաջել մեր երեսին, որպեսզի խաչը պաշտպան լինի մեզ յուրաքանչյուր իրավիճակի մեջ։ Հիմա դուք ասում եք, արդյոք ճիշտ է, որպեսի բոլոր պարագաներին սրբապատկերներ եւ այլ, ես դեպքեր պատմեմ զինվորների կյանքից, երբ Սուրբ Գիրքը իր կրծքում դրված, ուրեմն պուլը եկել է, խփել է եւ Սուրբ Գրքի մեջ մխրճվել, բայց սրտին ոչինչ չի եղել։
Զինվորը պատմում է, թե ինչպես սրբապատկեր իր կյանքում պատերազմի ժամանակ մեծ որոշիչ դեր է ունեցել իր կյանքը փրկելու համար։ Մենք չգիտենք Աստված ինչ յուրաքանչյուրի կյանքում ինչ ներգործություն է ունենում, եւ մենք չենք կարող նաեւ դատել ու քննարկել սա, թե Աստված ում կյանքում ինչպեսի առանձնահատուկ յուրահատուկ կերպով է ուզում ներգործություն ունենալ, միգուցե սրբապատկերի միջոցով, միգուցե խաչի ճանապարհով, միգուցե խաչակնքվելու ճանապարհով, միգուցե մեկ ուրիշը շատ ավելի այլ տարբերակով, այսինքն այստեղ ճշտի եւ սխալի հարաբերակցության հարց չկա եւ չի կարող լինել։ Սա անհատական մոտեցում է եւ որ մենք յուրաքանչյուրս պետք է հարգենք յուրաքանչյուր մեկի անհատական մոտեցման ձևը։ Եթե դա անշուշտ չի տանում աղանդավորության, չի տանում սխալի, չի տանում անձնական մեկնաբանությունների, չի տանում որոշ խեղաթյուրումների, որոնք որ այո կարող են գալ խանգարել ընդհանուր գաղափարախոսությանը, ընդհանուր հավատքին, ընդհանուր մոտեցմանը, սա ուրիշ բան է։ Բայց եթե պարզ բաներ են, որոնք որ չեն խանգարում, իհարկե ոչ մի խնդիր։ Հոգևորականները պետք է հաճախ զգեստով, իրենց զգեստով դուրս գան փողոց, տարբեր իրավիճակներում, թե խանութ մտնելիս, թե այլ տեղ մտնելիս, երբեմն ժողովուրդն էլ մեղավոր չէ, բայց տարօրինակ հայացքներով են նայում, տեսնում ես, որ աջ եւ ձախ կողմերը մարդիկ այսպես ապշահար նայում են, թե այս տերհայրը մտել է խանութ, առևտուր է անում, իրենցից մեկն է իրենց նման ինչ-որ բաներ է վերցնում, իրենց տան համար կամ, չգիտեմ, առհասարակ։ Հիմնականում այդ տարօրինակ հայացքներն են, որոնք որ գալիս են խաչվելու, մենք տեսնում ենք, թե ինչպես տարօրինակ նայում են, բայց սրա մեղավորը նաև մենք ենք, որ շատ հաճախ չէ այս զգեստով ման գալու ընթացքը եւ որը նաեւ պատճառ պիտի լինի, որ մարդկանց հայացքների համար սովորական լինի անընդհատական տեսնելու հոգեվորականին բոլոր հանգամանքներում, թե կենցաղում, թե խանութի մեջ, թե բոլոր տեղերում։ Սա է հիմնական, բայց մարդիկ լինում են, որ փողոցում երբ տեսնում են հոգևորականին, ինքս էլ երբ տարբեր երեք ընդամենը երեխային դարձյալ տարել է իր պարապմունքին, մի քանի հոգի մոտեցան, օրհնեցեք Տեր այր, իրենց հարցերը տվեցին, այն հարցերը, որոնք ունեին, նույնիսկ պայմանավորվեցինք հանդիպել, այսպես շատ են լինում։ Տարբեր են մոտեցումները եւ այո, պետք է շատ անգամներ մենք դուրս գանք զգեստներով, որովհետեւ ժողովուրդը իսկապես մեզ հետ ուզում է խոսել։ Ժողովուրդը կարիք ունի մեզ հետ խոսելու եւ հաճախ իրենց համար այդ պայմանները ստեղծված չեն ցավի սիրտ։ Ցավոք մենք շատ քիչ ենք հոգեվորականներս Հայաստանում, ենթադրենք պայմանականորեն, եթե համեմատական անցկացնենք Վրաստանի, Թբիլիսիի հետ, այնտեղ հազարավոր են իրենց հոգեվորականները, մենք թվով բավականին քիչ ենք։ Եվ այդ պայմանները շատ հաճախ պարզապես իմոտո շփվելու հոգևորականի հետ շատ քիչ են։ Եվ այսպիսի միջոցները, այսպիսի հնարավորությունները տալիս են, որպեսզի մարդիկ կարողանան մոտենալ, իրենց հարցերը տալ, իրենց պատասխաններն ակնկալել։ Այն ինչ որ կարող է աշխարհիկ մարդը իրեն թույլ տալ շատ հարցերում, ազատ ժամանցային եւ այլն, չի կարող թույլ տալ հոգեվորականը։ Մեզ համար այդ զրկվելը շատ հարաբերական բան է։ Ես նույնիսկ կարող եմ հստակ այդ զրկել բառը չօգտագործել, որովհետեւ մեկի համար կարող է դա զրկանք լինել, մյուսի համար կարող է դա օրհնություն լինել։ Ինձ համար օրհնություն է։ Այն ինչը որ ձեզ համար զրկանք է։ Ես գիտեմ եւ գաղափարական իմաստով գնացել եմ դրան հասկանալով, եթե հոգևորական եմ դառնում, հոգևորական դառնալը ինչերից ինձ կարող է զրկել եւ դրան գնացել եմ շատ սիրով, հասկանալով, ըմբռնելով եւ նաեւ կամովին, հասկանալով, որ դրանք պետք են, որպեսզի դու կարողանաս նաեւ քո առաքելության մեջ հստակ լինել։ Եվ ես բացարձակորեն իմ կյանքում երբևէ խնդիր չեմ տեսել այդ զրկանքների հետ կապված, որովհետև իմ միտքը արդեն պատրաստ է դրան եւ իմ ծառայությունը պատրաստ է դրան, իմ առաքելությունը պատրաստ է դրան, այնպես որ փառք Աստծուն ամեն ինչի համար։ Հավատքը մեկ բառով եթե
փորձեմ պատասխանել, նշանակում է վստահություն։ Այսինքն, եթե դու հավատում ես, պետք է վստահես, որ հավատաս։ Առանց վստահելու դու չես կարող որևէ մեկին հավատալ, այս դեպքում Աստծուն։ Ուրեմն Հիսուս երբ իրեն տարբեր խնդիրներով մարդիկ էին մոտենում, տարբեր խնդիրներով, մեկը կույր էր, մեկը կաղ էր, մեկն անդամալույց էր, նույնիսկ Ղազարոսի, որ 4 օրյա մեռած էր, քույրերը երբ մոտեցան, ակնկալում էին Հիսուսից տարատեսակ հրաշքներ ու բժշկություններ, Հիսուս ընդամենը մի բառ էր հարցնում, բոլորին, անխտիր, հարցնում էր հավատում ես, այսինքն նշանակում է վստահում ես, ունես վստահություն։ Եվ քանի որ Աստված մարդկանց սրտերը քննող Աստված է, մենք կարող ենք շատ բաներ թաքցնել մարդկանցից, բայց Աստծուց որևէ մեկը որևէ բան չի կարող թաքցնել, որտեղ Աստված մեր սրտերը թարգմանում է, մեր սրտերը կարդում է, քննում է մեր սրտերը, եւ Աստված տեսնում էր, որ մարդը հավատում է, իրապես հավատում է, իրապես վստահում է, իրապես ուզում է, եւ ասում էր քո վստահությունը, քո հավատքը փրկեց քեզ, գնա եւ այլևս մի մեղանչիր, գնա եւ այլևս փորձիր մեղք չգործել։ Ուրեմն հավատքը վստահություն է, դու պետք է քո անձը ամբողջովին վստահես, չի լինում կիսատ վստահել Աստծուն։ Կամ վստահում ես, կամ չես վստահում, կամ հավատում ես, կամ չես հավատում։ Հավատքը միջակություն չի ենթադրում, հավատքը չի կարող լինել միջակություն։ Հավատքը կամ կա, կամ չկա։ Եվ եթե դու վստահում ես Աստծուն բոլոր հանգամանքներում, եթե սիրում ես Աստծուն եւ վստահում ես եւ քո անձը տալիս ես Աստծուն, Աստված հոգում է մեր շատ-շատ խնդիրներ, մեր շատ-շատ դժվարություններ, մեր շատ փորձանքներից է ազատագրում, որովհետև մենք ունենք այդ վստահությունը, մենք ունենք այդ հավատքը եւ խարսխված կերպով դեպի Աստված ենք քայլում։ Ինչ է քրիստոնեությունը։ Քրիստոնեությունը, ինչպես մեր հայրապետներից մեկն է ասում, մեր մաշկի գույնն է։ Ասում է հայի մաշկը ինչքան էլ քերես, տակից քրիստոնեություն դուրս կգա։ Քրիստոնեությունը մեր սկզբունքն է, մեր հավատամքն է, մեր ճանապարհն է, մեր առաքելությունն է, չգիտեմ հազար ու մի բառերով կարող ենք ներկայացնել քրիստոնեությունը։ Այն սկզբունքն է, այն հավատքն է, այն կրոնական զգացողություններն են, որը մենք դավանում ենք, որը մենք ընդունում ենք եւ որի համար պատրաստ ենք անգամ զոհաբերվել։ Բոլոր սրբերը, բոլոր առաքյալները Քրիստոսի անվան համար գնացին կամավոր զոհաբերության։ Նույնիսկ Պետրոսի օրինակը կհիշեք, երբ որ Պետրոսն ասաց ես արժանի չեմ Քրիստոսի պես խաչվելու, իմ գլուխը ներքևում արեք։ Եվ Պետրոսին խաչեցին գլխի վայր։ Քրիստոնեությունը դրսևորում է։ Հավատքի յուրահատուկ դրսևորման ձև է։ Եվ եթե դու դրսևորում ես այն բոլոր հանգամանքներում քեզ հստակ տալիս է այն ճանապարհը, որ դու պետք է քայլես անշեղորեն։ Ուրեմն Պողոս առաքյալը շատ կարևոր բնութագրում է տալիս, ասում է հավատքը առանց գործի մեռած է։ Մարդիկ քրիստոնեությունը պատկերացնում են եւ հավատքը պատկերացնում են միայն մեկ անգամ մոմ վառելով, եկեղեցի մտնելով եւ այլն։ Ես նորից դարձյալ կրկնում եմ, որ քրիստոնեությունը կենսակերպ է, ապրելակերպ է եւ միջակություն իրենից չի ենթադրում, կամ ես կամ չես։ Եվ ճշմարիտ քրիստոնյան, եթե փորձենք բնութագրել ճշմարիտ քրիստոնյայի բանաձևը տալ, բանաձևումը հետեւյալն է։ Դու պետք է ամեն օր փորձես Քրիստոսին նմանվել, որտեղ Աստված մարդացավ, ինչպես Ալեքսանդր Աթանասին է ասում, եւ մարդը հնարավորություն ունի աստվածանալու, հնարավորություն ունի կատարյալ դառնալու։ Ուրեմն մենք մեր ճանապարհը Քրիստոսին նմանվելն է։ Ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը Քրիստոսին նմանվելն է։ Մարդ ստեղծվել է Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Նմանությունը մարդը ձեռք է բերում իր ամբողջ կյանքի ընթացքում։ Կամ նմանվում ես Աստծուն, կամ դառնում ես չարի ձեռքին գործիք, կամ փորձում ես չարի ճանապարհով քայլել։ Մեր ճանապարհը Աստծուն նմանվելն է, եւ մենք փորձում ենք
հնարավորինս այնպես ապրել, որ Աստծուն նմանենք, թե Սուրբ գրքի ընթերցանությամբ, տեսեք, եթե մենք աղոթք ենք անում, մենք ինչ որ մի բան խնդրում ենք Աստծուց, Աստված տալիս է կամ գտնում է, որ չպիտի տա, Սուրբ գիրք ընթերցելու միջոցով Աստված է մեզ հետ խոսում, Աստված խոնարհվում է մարդու առջև եւ պատմում է իր կյանքի պատմությունը։ Շատ կարևոր է քրիստոնյայի համար իր կյանքի մեջ Սուրբ գրքի ընթերցանությունը։ Սա ամենակարևոր բանն է, որովհետեւ եթե մենք մեզ որակում ենք որպես քրիստոնյա, մենք մեզ ասում ենք, որ մենք քրիստոնյա ենք, բայց չենք ուզում բացել Աստծո պատմությունը կարդալ, բացել Սուրբ գիրքը եւ կարդալ, Գարեգին առաջի գերջանկայիշատակ ամենայն հայոց կաթողիկոսն ասում է Աստվածաշունչը պետք է լինի քո ամեն րոպեի կիրառական գիրքը, գլխի տակի գիրքը, ձեռքի գիրքը, սեղանի գիրքը, բարձի տակի դրվող գիրքը, ինքը պետք է ամեն օր լինի կիրառական, եւ եթե դու ամեն օր չես կարդում Սուրբ գիրքը, քո հոգեվոր կյանքը ընդհատումներ է ունենում, ամեն օր չես աղոթում, քո հոգեվոր կյանքը ընդհատումներ է ունենում, աղոթքը, հոգեվոր կյանքը, քրիստոնեությունը շարունակականություն է սիրում։ Տեսեք, երբ մենք դուրս ենք գալիս մարզվելու, որոշում ենք դուրս գալ ամեն առավոտյան վազել, որոշակի արգելքներ ու դժվարություններ կան, չէ՞, այդ վազելու ճանապարհին, նախ առավոտյան շուտ արթնանալը խնդիր է, դժվարությամբ է մարդն արթնանում, եւ հետո միանգամից տասնյակ կիլոմետրներ կտրելը չես կարող միանգամից տասնյակ կիլոմետրներ կտրել, որտեղ թոքերդ չպիտի կարողանան շնչել։ Եվ դու կամաց մարմինդ սովորեցնում ես, որպեսզի գա այն մարզավիճակին, որ հետո երբ որ դու այլևս որոշակի արգելքներ հաղթահարում ես, մարմինդ ինքը պահանջում է քեզ, պահանջ է դնում, որ դու պիտի ելնես առավոտյան, արթնանաս ու վազես, մարմինդ մարզես, ինքը պահանջում է արդեն քեզ, որտեղ դու սովորեցրել ես իրեն։ Նույնն էլ հոգու մարզանքն է, նույնն էլ հոգևոր կյանքն է, այն պետք է մարզես աղոթքով, այն պետք է մարզես հոգևոր կյանքով, Սուրբ գիրք ընթերցելով, եկեղեցի գալով, պատարակների մասնակցելով, Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակելով, որ ամենակարևոր բանն է, որովհետև Քրիստոս ասում է, եթե չուտես եւ չխմես իմ մարմինն ու արյունը կյանք չես ունենա, հավիտենական կյանք չես ունենա։ Ուրեմն հավիտենական կյանքի ճանապարհը Քրիստոսի մարմնի եւ արյան շուրջ լինելն է։ Եվ դա բաշխվում է բացառապես եւ միայն եկեղեցու մեջ եւ պատարակի Սուրբ խորհրդով։ Եվ եթե դու չես գալիս համայնքային կյանքի մաս չես, եկեղեցու խնդիրներին ծանոթ չես, եկեղեցու համայնքային կյանքի մաս չես կազմում, աղոթական նվիրական կյանքի մաս չես կազմում, այս ամենը քեզ համար տարօրինակ է մեղմ ասած, դու չես կարող ասել, որ դու քրիստոնյա ես ճշմարիտ, քրիստոնյա ես բերանով, բայց քրիստոնյա չես քո գործով, քո խոսքով, քո հոգով, քո սրտով եւ քո ճանաչողությամբ, որ ամենակարևորն է։ Որքանով ես դու Աստծուն ճանաչում եւ որքանով Աստծու մասին գիտելիքներ ունենաս, սա է կարևորը բանաձևումը, քրիստոնյա լինելու։ Մեր կյանքը անընդհատական ամենօրյա ռեժիմով ճանաչողություն պիտի լինի Աստծու գրվածքների հետ, Աստծու հետ։ Եվ եթե մենք այդ ճանապարհը քայլում ենք, Աստծուն ճանաչում ենք, հավատացեք, որ Աստված մեր կյանքում ամեն օր հրաշք է գործում։ Ամեն օր հրաշքի պատմություն է մեր կյանքը, եթե մենք Աստծուն ճանաչում ենք։ Ուրեմն նախ եւ առաջ քրիստոնյա լինել նշանակում է Աստծուն լավ ճանաչել։ Մեր կյանքը անընդհատական պայքար է։ Աստված մեզ երկու ճանապարհ է տվել։ Կամ նեղ ճանապարհով դռնով մտնում ենք, քայլում ենք եւ հետո ճանապարհը խոստումնալից է լինում եւ տանում է երկնքի արքայություն, կամ քայլում ենք լայն դռնով եւ գնում ենք հավիտենական տանջանք դժոխք։ Մարդը միշտ ձգտում է հեշտասիրության։ Մարդը միշտ ձգտում է ավելի գեղեցիկ ճանապարհն ընտրելու, ավելի լայն ճանապարհն ընտրելու, ավելի խոստումնալից թեկուս թվացյալ ճակերտավոր սկզբից թվացող ճանապարհը ընտրելու։ Եվ այո, մենք հաճախ այդ հեշտասիրությանն ենք տրվում, ազգովի կամ անհատական կամ հավաքական, մենք սիրում ենք երբեմն չարի ձեռքին գործիք լինելու։ Մենք շատ լուրջ կրթական ցենզի բացակայություն ունենք, շատ լուրջ։
եւ մեր համար մեկ դժբախտությունների պատճառը մեր կրթական ցեզի զրոյացումն է։ Ինչ որ իմաստով նաեւ հոգեվոր կյանքի վերաբերող կրթական ցենզի, ոչ միայն աշխարհիկ կրթական ցենզին, այլ նաև հոգեվոր կյանքին վերաբերող կրթական ցենզին, եւ մեր համար մեկ դժբախտության պատճառը մեր կրթական ցենզի բացակայությունն է։ Եվ եթե մենք շատ բաներ մեր շրջապատում տեղի ունեցող պարզապես չենք կարողանում ընկալել, հասկանալ, գիտակցել, դժբախտությունը հասկանալ, գնահատել, ուրեմն այդ չգնահատելը բերելու է շատ այլ դժբախտություններ նաև ի հերթին։ Այս իմաստով մեզ անհրաժեշտ է կրթություն, կրթվել, դարձյալ կրթվել, եւ դա կլինի իսկապես հոգեվոր թե վերածննդի հիմքը եւ պատճառը եւ թե ազգային վերածննդի հիմքը եւ պատճառը։ Երբ որ մարդուն ուղղակիորեն ասում ես, գիտես, մենք չունենք Արցախ, մենք կորցրել ենք Արցախը, բայց մարդու որևէ զգացողական դաշտում ոչ մի բան չի փոխվում դրանից, հույզերը չեն փոխվում, ինքը չի կարևորում դա, սա արդեն շատ լուրջ խնդիր է, շատ լուրջ խնդիր է։ Ինչու է այդպես։ Ինչպես եղավ, որ այդպես է։ Միգուցե մենք ենք մեղավոր։ Եվ այո, բոլորս ունենք մեր պատասխանատվության բաժինը այս ամենի հարցում։ Ուրեմն, որքան ժամանակ մենք այս արժեքները չկարևորենք, չգիտակցենք, այնքան ժամանակ անընդհատական պիտի կորցնենք։ Մի քանի օր առաջ, ընդամենը շաբաթ օրը նախորդ, ես ուխտավոր հավատացյալ խմբին տարել էի ուխտագնացության Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, եւ թեմակալ առաջնորդը իր քարոզի մեջ մի կարևոր հանգամանքի անդրադարձավ, ասաց, երբեք այլևս չեմ ուզում այդ եկեղեցու Սուրբ մկրտության ավազանը բերված էր Արևմտյան Հայաստանից։ Եվ ինքն ասաց, այլևս այս ավազանը պետք է անխախտ մնա։ Այլևս երբեք չպիտի տեղափոխվի եւ ոչ մի սրբություն։ Ոչ մի սրբություն, այլևս այս ժողովուրդը պետք է գաղթական չլինի։ Որովհետեւ եթե մենք չհասկանանք, չընկալենք, չըմբռնենք, չգնահատենք մեր ունեցածը եւ այդ արժեքների տեր կրողը չլինենք եւ տերն ու պահապանը չլինենք, մենք դարձյալ պիտի լինենք գաղթական։ Պիտի այստեղից տանենք ավետարաններ, փորձենք փրկել ավետարաններն, ինչպես որ պատմական Հայաստանում ցեղասպանությունից հետո ավետարաններ, սրբություններ փրկվեցին եւ այսօր հանգրվանում են Մատենադարանում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, չպետք է լինի այդպես։ Հայը պիտի մնա իր բնորանում, հասկանա, գնահատի, պայքարի, անընդհատական պայքար։ Ոչ թե վայրկյան, րոպե, ժամ հարաբերակցությամբ, անընդհատական պայքար պիտի լինի քո ունեցածը պահելու, թե արժեքահիմն իմաստով, թե գաղափարական իմաստով եւ թե ֆիզիկական իմաստով։ Եթե դու մի բանի տեր չես, ուրեմն կլինեն մարդիկ, որոնք կգան տեր կգանքնեն այն բանին, որին դու տեր չես։ Իսկ եթե մի բանը քոնն է եւ դու տեր ես, քեզանից ոչ ոք չի կարող խլել։ Աստված էլ թույլ չի տա, որ խլեն քեզանից։ Աստված ինքը թույլ չի տա, որ խլեն, որովհետև դա քոնն է եւ դու կրողն ես դրան։ Դու կրողն ես այն արժեքների, այն սրբությունների, որոնք քոնն են եւ քեզ են պատկանում։ Այս իմաստով մենք մեծ անելիքներ ունենք, թե իբրև եկեղեցի, թե իբրև հասարակություն, թե իբրև ժողովուրդ, թե իբրև ազգ, հավաքականություն, պետություն, իշխանություն, մենք ունենք մեծ անելիքներ։ Մեծ անելիքներ։ Մի անդունդ կա, վիհ կա, եւ այդ վիհը պետք է չլինի, պետք է լցվի այդ վիհը, այդ անդունդը պետք է վերանա, որ մենք կարողանանք այս ամեն ինչից դուրս գալ։ Մեր ժողովրդին, մեր զինվորներին, մեր ազգի զավակներին, որի ծնունդ ենք նաեւ մենք, ուզում եմ մի բան ասել։ Եթե Աստված մեզ հետ է, մեզ որևէ մեկը դեմ չի կարող լինել։ Հիմա ամեն մեկը թող իրենց հարց տան, Աստված իրեն հետ է թե ոչ։ Եվ եթե այս հարցի պատասխանը անկեղծորեն եւ ոչ թե կեղծավորաբար,
մոն վառելով կամ եւ այլն։ Ամեն մեկը իրեն տա, թե Աստված իր հետ է թե ոչ, ինքն ունի Աստծուն թե ոչ, Աստված ներկա իր կյանքում թե ոչ, բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները, թե աշխարհիկ, թե հոգևոր, թե կենցաղային, բոլոր հարցերը անխտիր կստանան իրենց պատասխանները, թե հավաքական իմաստով եւ թե անհատական իմաստով այդ հարցը մենք պետք է տանք, Աստված մեր ազգի հետ է, եւ Աստված մեզ հետ է, մենք ունենք Աստծո ներկայությունը, եւ եթե չունենք, ինչ է անհրաժեշտ, որ ունենանք դա։ Այստեղ կլուծվեն բոլոր խնդիրները։ Չարը կչքանա, չարիքը կքչանա, եւ Աստված ինքը արդեն ներգործություն կունենա մեր կյանքի մեջ, եւ հրամայական կլինի Աստծո ներկայությունը մեր կյանքի մեջ հրավիրելու, եթե չունենք այն։ Հոգեվորականին պահողը համայնքն է։ Պահողը համայնքն է, այն համայնքը, որտեղ կոչված է իր սպասավորությունը իրականացնելու հոգևորականը։ Թե որքանով է համայնքը հանձնառություն, պատասխանատվություն վերցրել այդ ամենը իրականացնելու, յուրաքանչյուր համայնք իր չափով։ Հիմա տեսեք, մենք ունենք գյուղեր եւ մեր գյուղերից մեկի հոգևորականը պատմեց մեզ, որ գյուղական համայնքներում շատ հաճախ գյուղացիներն էլ սոցիալապես անապահով վիճակում են իրենց օրվա աշխատանքով, եկամուտով, ձեռքբերումով, իրենց գյուղական աշխատանքներով։ Եվ պատմում էր մեզ այդ հոգևորականը, որ գյուղացիները ամեն բերքը հավաքելուց հետո ենթադրենք մեղր է քաշել, բերում է ասում է Տերար ջան, այս մեղրը առանձնացրել եմ իմ 10-րդն է քեզ։ Մյուսը կարտոֆիլ է քանդել, բերում է մի մեշոք կարտոֆիլ, ասում է Տերար ջան, ես չունեմ հնարավորություն գումար տալու, բայց այս մեկ մեշոք կարտոֆիլը քեզ, կամ ցորենը քեզ, կամ հավը ածել է այս հավկիթները քեզ։ Ուրեմն, եթե հոգևորական հարգված եւ սիրված է եւ իր առաքելության ու կոչման մեջ է, համայնքը կպահի։ Թե այն ծիսական արարողություններով, որոնք որ մենք կատարում ենք եւ երբեմն մարդիկ իրենց նվիրատվությունների չափով տրամադրում են հոգևորականների եւ թե առասարակ, ինչպես որ նշեցի, այսինքն մշակն արժանի է իր վարձին։ Եվ եթե դու իսկապես արժանի մշակ ես, քաղցած չես մնա եւ նաեւ քո ընտանիքը քաղցած չի մնա։ Որ երկինս ես Սուրբ Եղեցի անուն քո Եկես սե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողումք մերոց պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս, ամեն։